Մեկ ընտանիք, մեկ բերդ խորագրի ներքո հանդիսավորությամբ նշվեց Աշոտsk համայնքի օրը, մեկ հարթակում համախմբելով համայնքի բնակիչներին, հյուրերին, պաշտոնատար անձանց եւ մշակույթի ներկայացուցիչներին։ Տոնական միջոցառմանը մասնակցեցին Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը, Երկրապահ կամավորների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ազգային ժողովի պատգամավորներ, համայնքի ղեկավարներ, պաշտոնատար այլ անձիկ եւ բազմաթիվ հյուրեր։ Մինչ տոնական միջոցառումների մեկնարկը Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը Աշոտsk համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի եւ հյուրերի ուղեկցությամբ Աշոտսկի պուրակում հարգանքի տուրք մատուցեցին հայրենիքի համար զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ խոնարելով նրանց հիշատակը հավերժացնող հուշատախտակի մոտ։ Համայնքի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Դավիթ Հարուշանյանը շնորհավորել է համայնքի բնակիչներին, ընդգծելով, որ այսօրը լավագույն առիթն է արժևորելու Աշոտսկի հարուստ ավանդույթները, համայնքի ձեռքբերումներն ու այն մարդկանց, ովքեր իրենց աշխատասիրությամբ, նվիրումով ու հայրենասիրությամբ կերտում են համայնքի ներկան ու ապագան։ Շնորհավորում բոլոր աշոտցիներին այսօրվա օրվա հետ կապված, Աշոտսկի տոնն է այսօր, շատ դուրը նշվում է այսօրը ու բոլոր Աշոտսկի բնակավայրերից տաղավարներ ունենք, ամեն մեկը իրանց հետաքրքիր ուտեստներն են պատրաստել, աշխատանքներն են պատրաստել ու այս ամենը ցույց է տալիս, որ Աշոտսկը ծաղկում է, Աշոտսկը շարունակում է ապրել ու ապրեցնել Շիրակի մարզը նաև մեր հյուսիսային տարածքները Հայաստանի Հանրապետության։ Շնորհավորում եմ բոլորին ի սրտե ու ցանկանում եմ, որ Աշոտսկում միշտ նման տրամադրություն լինի, երեխաների դեպքին միշտ ժպիտ լինի։ Տոնական մթնոլորտը զգացվում էր համայնքի յուրաքանչյուր անկյունում։ Աշոտսկի 25 բնակավայրերը ներկայացնող տաղավարները վերածվել էին յուրօրինակ բացօթյա ցուցահանդեսի, որտեղ յուրաքանչյուր բնակավայր ներկայացնում էր իր պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։ Հյուրերը շրջում էին տաղավարներով, ծանոթանում ժողովրդական արվեստի նմուշներին, ձեռագործ աշխատանքներին եւ ազգային կենցաղը ներկայացնող ցուցադրություններին։ Առանձնահատուկ հետաքրքրություն էին վայելում հյուրասիրության սեղանները, որտեղ յուրաքանչյուր բնակավայր ներկայացնում էր իրեն բնորոշ ազգային ուտեստներն ու տեղական համեղությունները, ավանդական քաղցրավենիքները, կատնամթերքը, մեղրը եւ գյուղական խոհանոցի բազմազան ուտեստները ոչ միայն ներկայացնում էին Աշոտսկի խոհարարական մշակույթը, այլ արտահայտում տեղի բնակիչների հյուրընկալությունն ու ջերմ վերաբերմունքը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ։ Մեզ համար շատ մեծ պատիվ է մեր ընկերների հետ կիսել իրենց իսկ ուրախությունը, իրենց քաղաքի տոնը։ Այսօր մեկ համայնք, մեկ բերդ միջոցառմանն ենք մասնակցում, ներկայացնում ենք մեր բերդն ու բարիկը, ծանոթացնում ենք մեր գյուղին, մեր գյուղի ավանդույթներին։ Մենք այստեղ հիմնականում ներկայացնում ենք մեր գաթաների տեսականին, պանիրները ու նաև Շուշանը լավաշի մեջ փաթաթած։ Նախ շնորհավորում եմ մեր Աշոտսկի տոնը եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր համայնքի ղեկավարությանը այսպիսի գեղեցիկ միջոցառում կազմակերպելու նպատակով մեզ պատիվ էր մասնակցելու որպես կամավոր այս գեղեցիկ միջոցառմանը եւ ուզում եմ որ այն լինի շարունակելի։ Միջոցառման ամենատպավորիչ դրվագներից մեկը դարձավ մեկնարկային շուրջպարը, հրայրք պարային խմբի եւ Սարիբեկյան բենդի ուղեկցությամբ հարյուրավոր մասնակիցներ ու հյուրեր բռնեցին ազգային շուրջպարի շղթան խորհրդանշելով միջոցառման գլխավոր գաղափարը՝ մեկ ընտանիք, մեկ բերդ։ Համայնքի բնակիչներն ու հյուրերը միասնաբար երգեցին, պարեցին եւ տոնեցին, ստեղծելով համախմբվածության ու ազգային ոգու յուրահատուկ մթնոլորտ։ Այսօր Աշոտսկում տոն է եւ տոնն Աշոտսկի հյուրընկալ հարկի տակ է հավաքել հազարավոր մարդկանց Հայաստանի տարբեր մասերից։ Օրը միասնության, ազգային արժեքների, մեր ավանդույթների, ձեռքբերումների ու անելիքների մասին է, իսկ օրվա հերոսներն Աշոտսկի մարդիկ են, մարդիկ, ովքեր ամենօրյա բազմաչարչար աշխատանքով ստեղծում ու արարում են այս սուրբ հողի վրա։ Շատ ուրախ ենք, որ այսքան հյուրեր են եկել Աշոտսկ։ Հուսով ենք, որ մեր տոնը կլինի շարունակական եւ մենք ամեն տարի հնարավորություն կունենանք համախմբվելու։ Մեկ ընտանիք, մեկ բերդը շատ ասելիք ունի, բայց խորհուրդը մեկն է, խորհուրդը մեր միասնությունն է եւ այն երախտագիտությունն ու սերն է, որ մենք արտահայտում ենք մեր հող ու ջրի հանդեպ։ Աշոտսկի տոնին արդեն երկրորդ տարին անընդմեջ ներկա եմ գտնվում։ Շատ գեղեցիկ միջոցառում է։ Բնականաբար ընկնում եմ հիշողությունների գիրկը, տեսնում եմ իմ ուսուցիչներին, դասընկերներին։ Տոնական բարձր տրամադրությունն ապահովեցին հայկական երգարվեստի սիրված ներկայացուցիչներ՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Ներսիկ Իսպիրյանը, Նարե Գևորգյանը, Արաբո եւ Աղասի Իսպիրյանները, որոնք իրենց կատարումներով լցրեցին հրապարակը երգով ու տոնական շնչով։
Երգն ու պարը շարունակվեց մինչ ուշ երեկո համայնքի օրը վերածելով իրական ժողովրդական տոնախմբության։ Համերգային ծրագրի ավարտին Աշոտսկի հրապարակը շարունակում էր ապրել տոնի ռիթմով, ևս մեկ անգամ ապացուցելով, որ այս համայնքի ամենամեծ ուժը մարդկանց միասնությունն է, ավանդույթների հանդեպ հավատարմությունն ու հայրենի հողի նկատմամբ սերը։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, Հայկ Գաբրելյան, այսօր։